Օցամանուկ և արևահատ, հեղինակ Ղազարո Սաղայան։ Ձմեռներ, հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը, այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնաստատի թոռներն էլ քուրսու 4 կողմովը բոլորված, իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս և ականջ դնում։ Մի երեկո Գյուլնաստատը մի քիչ չեմ անելուց հետո սկսեց օցամանուկի և արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ լսած չէին և աչքերը 4 արած ականջ էին դնում։ «Դե լսեցեք, երեխեք», սկսեց Գյուլնաստատը։ Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս Սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը մի թագավոր էր կենում։ Այդ թագավորը շատ հարուստ էր, ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր, բայց զավակ չուներ։ Այդ պատճառով իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։ Ինչքան հեքիմ, ինչքան ջառահ, ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո էլ գրբաց ասես, փալչի ասես, դերվիշ, ջադուքար, ջինդար, օչով ոչինչ անել չի կարողանում։ Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է Աստծո վրա, ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը 7 անգամ աղոթք է անում, ծունր դնում, աղաչանք անում Աստծուն, չի լինում։ Մեկ օր էլ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է գալիս իրա պարտեզումը տխուր ու տրտում, մեկ էլ տեսնում է հրես մի սիրուն շահմար օձ, իր ճուտերը գլխին հավաքած, ինքն ապառաժի վրա մեկնվել, արևգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով, որը մոր վզովն է փաթաթվում, որը փորի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում կամ հոտոտում, լպստում։ Թագավորը այդ որ տեսնում է, մնում է տեղն ու տեղը սառած փետացած, մտիկ է տալիս, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է. «Փառքդ շատ լինի, Արարիչ Աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա, ինչու ինձ էլ չես մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ»։ Դու մի ասիլ, Աստծո դռները հենց այդ խոսքն ասելիս բացված են լինում։ Թագավորի այդ խոսքը Աստծո ականջն է հասնում։ Սրա վրա մի տարի անցած-չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում, ինչ եք կարծում, ինչ, մի օձի ճուտ։ Ինչ ես ասում, տատի, բացականչեցին մանուկները, հապա երեխեք, մի օձի ճուտ, բայց ինչ ճուտ։ Այդ ճուտը լինում է թե չէ, ամեն մի շունչն առնելիս մեծանում է, դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ, ծննդկանը, տատմայրը և մյուսները ահ-ու-դողի մեջ ընկած փախչում են, նրան թողնում տեղն ու տեղը վեր ընկած։ Օձի ճուտը երբ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել, բայց ինչ լաց, այնպես է ծվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։ Թագավորին չէին իմաց տալիս, թե նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձայնը թագավորի ականջն է հասնում, նա սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե թագավորն ապրած կենա, բա չես ասիլ, թագուհին մի օձի ճուտ է ծնել և հիմա ահագին վիշապ է դառել ու նա է այդպես ծվում, ծղրտում։ Թագավորն իսկույն միտքն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է։ Ասում է, ես ինչ-որ ուզել եմ Աստվածածնից, նա էլ այն է տվել։ Հետո իր մարդկերանցն ասում է, այդ վիշապն ինչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի։ Ասում են, դեռ չկա մի մարդու չափ, բայց այնպես է մեծանում, որ մարդու մեծությունիցն էլ կանցնի շուտով։ Հետո թագավորն ասում է, հիմա ինչ անենք, ինչ կա, Աստծու տվածն այդ է, օձ է, թե վիշապ, իմ զավակն է, պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի։ Մարդիկը գնում են երթիկով ու ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մի բանի, այլ հենց մի բերան ծվվում է։
Այդ, որ իմանում է թագավորը, ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե ինչ պիտի տանք այս օձին, որ ուտի: Ես չեմ ուզում, որ նա քաղցած մեռնի: Նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է. դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից: Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է: Թագավորն ասում է. ում վրա փորձենք: Դե որ էդպես է, առաջ քո աղջկանդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք: Դրա վրա մյուս խելոքներն ասում են. թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դատեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը: Բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար: Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջիկերքը, կտանք: Բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի: Նրանք, որ իմանան, թե իրանց աղջիկերքը պիտի վիշապին տան, մեջները խռովություն կընկնի, ամենքն էլ ոտքի կկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն: Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ ու գնան, նրանցից աղջիկերք փախցնեն բերեն: Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մարդիկ է ուղարկում Մասիսի այս երեսը, որ գան այստեղից աղջիկերք փախցնեն տանեն: Դե հիմա թողնենք վիշապին, որ դեռ մի քանի օր քաղցած մնա, մենք էլ այդ մարդկերանց հետ գնանք Մասիսի այդ երեսը: Մասիսի այս կողմում մի մեծ գյուղ է լինում, անունը Արևան: Գյուղի բնակիչները բոլորն էլ հայեր են լինում, ինչպես հիմա մենք ենք: Այդ գյուղում մի մարդու կնիկ են լինում կենալիս, երկու էլ աղջիկ են ունենում: Կինը մարդու հետևակինն է լինում, աղջկերանց մեկն էլ մարդու առաջվա կնկանիցն է լինում, մյուսը հետվակնկահետ բերովի: Մարդը իր հարազատ աղջկանը շատ էր սիրում, բայց խորտ աղջկանն էլ չէր ատում: Իսկ ինչ որ կնիկն էր, նա ուրիշ տեսակ բնություն ուներ, շատ չար ու նախանձոտ սրտի տեր էր: Նա իր աղջկանն էր սիրում, իսկ մյուսին ատելով ատում էր: Նրա լույս արևը խավարացրել էր: Մարդու աղջկա անունը Արևահատ էր, իսկ կնոջ աղջկանը Մամխի: Արևահատը հենց ուղիղ արևահատ էր, նրա երեսը արևի նման շափաղ էր անում, այնքան սիրուն էր: Մյուսն էլ հենց ուղիղ Մամխի էր, մամուխի պես սև, նրա թփի նման փշփշոտ ու կոթռուճ: Խորթ մոր բարկությունը շատ էր գալիս, թե ինչի իր աղջիկը այսքան տգեղ ու գեշ էր, իսկ Արևահատը այնքան սիրուն, այնքան գեղեցիկ: Ամբողջ օրը աշխատեցնում էր Արևահատին, արդար էր շինել տալիս, կով էր կթել տալիս, հաց էր թխել տալիս, աման էր լվանալ տալիս, խոտ ու դարման էր կրել տալիս, որ նրա սպիտակ ձեռքերը կնճռոտվին, նրա շարմաղ երեսն այրվի, սևանա, նրա շիմշատ մեջքը կորանա, որ նրա ուժը պակասի, գունաթափվի, թառամի: Բայց ընդհակառակն, նա ավելի էր ուժովանում ու գեղեցկանում, իսկ մյուս աղջիկը, որ աղջիկ պարոնի պես էր մեծանում, օրեցօր ավելի էր նիհարում ու գեշանում: Արևահատը աշխատելուց չէր նեղանում: Նա այնպես էր սովորել աշխատանքին, որ առանց ստիպելու էլ ինքը մի րոպե հանգիստ չէր նստում: Հենց որ ծանր աշխատանքը վերջացնում էր, տղամարդի անելիքներն էլ ինքն էր անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին, տանը ջահրա էր մանում, ջուր գնալիս էլ իլիկը կամ սկսած Գուլպան էր հետը տանում, որ աղբրին մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի, ինքը պարապ չի կանգնի, լախրահաչի չտա, իրա իլիկը մանի կամ Գուլպան անի: Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր, հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել: Մի խոսքով մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ինչ կանես, որ խորթ մոր ձեռքն էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը: Ամեն անգամ չար գայլի նման մի պատճառ էր փնտրում ու անմեղ Արևահատին ոտքի տակը գցում, տրորում, մազերից քաշքշում, քիթ ու պռունկը արուն-լվա անում, մարդուն էլ հավատացնում, թե քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունովն ու կամակորությունովը:
Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել, ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան, հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։ Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա էր թափում, շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզմանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում, վզովն ընկնում, փաթաթվում, նա էլ մխիթարում էր նրան ու խրատ տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ Աստված չի կորցնի լանմեղին, ասում էր նա, միայն դու այնպես կաց, որ Աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզնից չի խնայիլ, քեզ նեղությունից կազատի։ Այս խոսքերը լսելով Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոռանում, օրեցօր վարդի պես բացվում, մանիշակի պես փնջվում։ Այնքան արդար ու անմեղ էր նրա հոգին, որ ամեն առավոտ, երեկո, աղոթք անելիս նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մինչև երկինքը, հասնում Աստուծո աթոռին, այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։ Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկնքին էր գցում ու արտասուքն աչքերին Արևահատի համար արևշատություն խնդրում։ Թե Աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու Աստված չսիրի, չարը նրան չի ատիլ ու բարին նրան չի սիրիլ։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները, կով թե եզը, ոչխարը, թե այծը, շունը, թե կատուն, խորթ մորը տեսնելիս փախչում էին կամ վրան խեթ-խեթ մտիկ տալիս, շունը հաչում էր վրան, կատուն ճանգռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի էր անում, ձին խրտնում էր, եզը պլշում, այծն ու ոչխարը փախչում էին, բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները, երբ Արևահատին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տալիս, մեկ-մեկու հարու տալով իրար ձեռքից խլում, կովը կթվելիս, երբ որ տեսնում էր, թե Արևահատը լավ չի նստած, ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար լինի, ջուրը կամ այգի գնալիս, շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի։ Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այսքան սիրելի էր Արևահատը, բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խեղճ մտանքը մեռել, ամոթը կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։ Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե հանդ գնացող աղջիկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել, նրանց կուլ է տալիս։ Այս լուրը շատ է ուրախացնում խորթ մորը, ասում է՝ այս լավ դառավ, այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։ Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե տար հանդումն արածացրու, մի հաց է տալիս, թե այս էլ կտանես հետդ ման կածես, երեկոյին էլ հետ կբերես, որ ես ուտեմ, որովհետև հանդումը ման ածած հացը խիստ համով է լինում, ուզում է, որ այն համով հացը ինքն ուտի։ Շատ էլ բուրդ է տալիս, թե այս էլ մինչև երեկո բոլորը բարակ կմանես, հետդ կբերես։ Արևահատը կով ու ոչխարն առաջը արած քշում է նրանց, առանց իմանալու, թե մինչև ուր պիտի տանի։ Վերջապես երբ որ հասնում է մի լավ կանաչոտ տեղի, որ դեռ արածացրած չէր, այնտեղ նստում է, իլիկը մանում, իր դառն օրը լալիս, անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։ Իրիկնապահին արևի մարեմար ժամանակը, հենց որ ուզում էր, թե վեր կենա տավարն առաջն անի գնատուն, մեկ էլ տեսնում է, որ ահա մի պառավ կնիկ նրա կշտին կանգնած, վեր է կենում, որ շան առաջին կանգնի, որ պառավին չկծի։ Պառավն ասում է՝ մի վախենար Արևահատ, շունն ինձ չի կծիլ։ Նա էլ է իմանում, որ ես չար պառավ չեմ, տեսնում ես ինչպես ուրախ է, ինչպես է շարժում պոչը։
Բայց դու ով ես, Նանե, ես քեզ չեմ տեսած, դու մեր գեղիցը չես, հարցնում է արևահատը։ Ես ոչ մի գեղից չեմ, հոգիս, ես այս երկրիցը չեմ, ես արևի մայրն եմ, եթե լսել ես արևամայրը, որ ասում են, ես եմ, քո դառն օրերը, քո անմեղությունը իմ գութս շարժեցին, ես եկել եմ, որ քո տարաբախտությանը վերջ տամ, չոքիր առջևս, ես քեզ պիտի օրհնեմ, որ դու գնաս քո մուրազին հասնես։ Պառավի այս խոսքերը շատ զարմացնում են արևահատին, մեկ էլ լավ մտիկ է տալիս, տեսնում է, որ իր ծանոթ կանանց նման չէ։ Այնպես էր շողշողում նրա ամբողջ հագուստը, որ կարծես ոսկուց էր ձուլված և ոչ սովորական պաստառներից կարած։ Նրա աչքերը այնպես էին ցոլցոլում, փայլում, ինչպես արևի ճառագայթները։ Նրա խոսելու ձևն այնքան քնքուշ էր, ձայնն այնքան անուշ, որ արևահատին թվում էր, թե հարազատ մայրն է խոսում հետը։ Հենց որ պառավն ասում է «չոքիր», նրա ծնկները թուլանում են, ընկնում է առաջը, ուզում է արևամոր ոտները համբուրի, բայց նա արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքերը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս. «Ոտքիդ տակին վարդեր բացվին, չորս կողմդ փռվի մանիշակ, բարով հասնես քո մուրազին, գլխիդ տեսնեմ թագ ու պսակ, քո ժպիտը վարդի նման, արտասուքդ մարգարիտի, ուր որ գնաս Աստված քեզ հետ, օձ ու կարիճ քեզ չխայթի, քո խրճիթը պալադ դառնա, ողջ սյուները անգին քարից, պատ ու հատակ ոսկի արծաթ, առաստաղը գոհարներից»։ Այսպես է օրհնում արևամայրը և էլի ուրիշ բաներ է ասում, խրատներ է տալիս, գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է՝ դե վեր կաց, սիրուն արևահատ, ես քեզ սիրեցի, քեզ օրհնեցի, քեզ աղոթեցի, որ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակասի։ Հետո համբուրում է արևահատին և ասում. այս համբույրով ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում։ Հետո տալիս է մի փոքրիկ կապոց, այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ, բայց ինչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս ոչ բամբակից է, ոչ մետաքսից, այլ արևի ճառագայթներից է գործած։ Ասում է՝ այս կապոցը ծոցումդ կպահես մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրը կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին է ինձ սպասում։ Այս էլ ասելուց հետո աներևութ անում է, արևն էլ մայր է մտնում։ Այս անցքն այնպես է զարմացնում արևահատին, որ չի իմանում քնա՞ծ է, թե արթուն, երազում է տեսնում, թե ճշգրիտ։ Ձեռը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցը տեղն է, ուրեմն երազումս չեմ, ասում է ինքն իրան, և ուրախանում է, որ բոլոր տխրությունը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցրություն է անցնում։ Վեր է կենում, իրա կովն ու ոչխարը առաջ է անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով, իր ուրախությունը նրանց պատմելով գնում, մեկ էլ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլորված։ Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարդիկ չպիտի լինին, այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժումներով իր վախն իմաց է տալիս արևահատին, տեսնում է, որ դրանց ձեռիցը փախչել չի կարող, իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։ Մարդիկը գալիս, հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ, հետո մեկ-մեկու իրանց լեզվովն ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։ Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են՝ աղջիկ, էլ դեսուդեն չփախչես, արի մեզնից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տանենք։ Արևահատը մնում է շվարած, մտքումն ասում է՝ էլ ինչ կարող եմ անել, ուր տանում են, թող տանեն,
մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթմորիցը խոմ կազատվիմ։ Իրա կովի ոչխարների աչքիցը պաչպչում է, նրանց մնաս բարով ասում և նստում մեկի գավակին։ Խեղճանասունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։ Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, արևահատին ներս տանում մի մաղարա, հենց որ ներս է մտնում, տեսնում է, որ ինչ, մի 30-40 աղջկանից ավելի կան, շրջակա գյուղերից հավաքված այնտեղ։ Այդ խեղճ աղջիկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր, վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին, ձայները փորներն էին գցել, ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։ Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե մի վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք, կգանք էլի մեր աշխարհքը։ Բայց շատերն իմանում էին, որ իրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։ Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը ու առաջներն արած, սարով ձորով քշում տանում օձահայր թագավորի մոտ։ Այստեղ Գյուլնաս տատն ասում է. «Երեխեք, ես բեզ արեցի, քունը ստանում է, մնացածն էլ էգու ծիրիկունը կասեմ»։ Բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լինում։ Գյուլնաս տատը ճարահատ շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։ Աղջիկերքը տեղ են հասնում, քաղաքի մեծ ու փոքր հավաքվում են, որ տեսնեն, ինչ աղջիկերք են եկողները, ու տեսնում են, որ ինչ, բոլորն էլ հայ աղջիկերք, մինը քան մյուսը գեղեցիկ, շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են արևահատին, թե սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ դրան տանք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։ Բռնում են արևահատի կռնիցը, թե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով, կռնիցը բռնած տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ ավազաններովը։ Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դռները բաց անեն, ներս գցեն, արևահատն ասում է. «Որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողեք առաջ այս հավազումը երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանրեմ, թե չէ ամոթ է»։ Ասում են. «Շատ լավ, ինչ անում ես արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզնից»։ Արևահատը, որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանրում, արևամոր տված հագուստը հագնում է, այնպես զուգված, զարդարված, որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած, այնպես են կարծում, թե մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը, չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է, ասում են սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։ Արևահատը մոտենում է նրանց ու էլ խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե ինչ եք փլշել տավարի պես, ցույց տվեք ինձ ճանապարհը, ուր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց, նրանք դողում սարսափում են, չոքում են առաջին մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների, ասում են քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ վիշապին, որ ահա այս տան մեջն է, եթե ուզում ես մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։ Արևահատն ասում է հարկավոր չէ, տվեք ինձ այս դռների բանալիքները, ես վիշապից չեմ վախենում։
Բանալիքները առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով մտնում է մի մեծ դարպաս, տեսնում է, որ ահա այստեղ տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում. «Բարով քեզ, թագավորի որդի, ես արևամոր կշտիցն եմ գալիս, նա շնորհավորում է քո ծնունդը և քեզ արևշատություն է ցանկանում»։ Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքով մտիկ է տալիս արևահատին։ Արևահատը սկսում է դողդողալ, ամբողջ մարմինը սարսռում է, մազերը փշաքաղվում, օձը տեսնում է, որ արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս, տանում պոչի մոտ, բայց մեկ էլ էլի ետ է դառնում, մտիկ տալիս, այնպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալումաշ է անում։ Հետո արևահատի միտքն է ընկնում արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում և ասում է. «Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես, միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչու ես ինձ այսպես տանջում, իսկ եթե ոչ, արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ, դուրս արի քո խորխիցը»։ Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կոլորվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ որ չի տրաքվում, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։ Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են, որ ինչ, վիշապի խորխը մի կողմ ընկած ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ուղումաշում ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած, իրար հետ խոսում, ծիծաղում են, իսկույն վազում են թագավորի ականջաբռնուկ, նրան աչքալույս են տալիս և ասում. «Բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, արևահատին ջոկ գրկում, համբուրում, տղային հագցնում, զուգում, զարդարում, անունն էլ դնում են օձամանուկ, հետո օձամանուկին ու արևահատին 7 օր 7 գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։